կամ այն բնակավարը, որտեղ որ ինքը աշխատում է աշխատավայրում, մարդիկ կան, որ նման մարկածից խլում են իրենց էներգիան, ոնց որ կլանում են։ Ընդհանրապես բարոյհոգեբանության մեջ, էքստրասենսորիկայի մեջ նման իրավիճակը անվանում են էներգետիկ վամպիրիզմի օրենք, այսինքն մեկը մեկից խլում տանում է մյուսի էներգիան, ու տվյալ անձնավորությունը ինքը իրեն անընդհատ հոգնած է զգում, ինչքան էլ որ քնի, այդ քունը չի վերականգնում նման մարդու ուժերը, ու տվյալ անձնավորությունը կարող է առողջական խնդիրներ ունենա, ուժեղ գլխացավեր ունենա, տանից փախնի կամ նույնիսկ իր աշխատավայրը կորցնի։ Կուզեմ մի քանի բառով ուղղակի նկարագրել, գիտեք ինչ, կան մարդիկ, որ ճիշտ է տան մեջ վիճաբանություն է լինում հարազատների մեջ կամ աշխատանքի վայրում գործընկերների մեջ, երբ որ այդ վիճաբանության ժամանակ երկուսն էլ ովքեր որ վիճաբանում են, երկուսն էլ իրենց վատ են զգում, թուլանում են, երկուսն էլ իրենց մեղավոր են զգում, դա ցույց է տալիս, որ նույնիսկ եւ եթե վիճաբանություն կա, բայց այդտեղ էներգետիկ վամպիրիզմի մասին խոսք չի կարող լինել, թե մարդեն ուղղակի ինչ-որ հարցեր չեն կարողանում ճիշտ լուծել, վիճաբանում են եւ շատ դեպքերում վիճաբանության ժամանակ հայտ է գալիս ճիշտը, ինչպես այդ ճիշտ ուղղությամբ գնալ ու տվյալ հարցը լուծել։ Էներգետիկ վամպիրիզմը լինում է այն ժամանակ, երբ որ անձնավորություններից մեկը կորցնում է իր էներգիան, իսկ մյուս անձնավորությունը ընդհակառակը ինքը ոնց որ ծաղկում է, ինքը կարող է հանգիստ այդ վիճաբանությունից հետո նստել զբաղվել իր դասերով, հեռուստացույցը միացնել, քթի տակ ուրախ ու անհոգ երգել, չնայած մյուս անձնավորությունը նստած ամբողջ մարմնով ժամերով այդ ներվային իրավիճակից ամբողջ մարմինը ստրեսի մեջ է, ամբողջ մարմինը դողում է։ Այդ ժամանակ արդեն ցույց է տալիս, որ տվյալ անձնավորությունը հենց վեճի ժամանակ ինքը քեզնից խլում է էներգիան։ Կարող է գործընկեր լինի, կարող է հարազատ լինի, կարող է տան բարեկամ լինի, անդամ լինի, ընկերուհի կարող է լինի, ի նկատի ունեցեք, եթե նման մարդիկ կան ձեր շրջապատում, մի